Այսօր կարգի տաղավարում հյուրընկալել ենք Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Նեղիգ Դանիելյանին։ Նրա հետ խոսելու ենք ընդհանուր առմամբ հանրությանը հետաքրքրող թեմաներից, կոռուպցիոն բացահայտումներից, սոցիալական խնդիրներից, քաղաքականություններից, տարածած Դանիելյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մի քանի կարևոր թեմա եմ առանձնացրել, որոնց շուրջ ուզում եմ միասին քննարկում ծավալենք։ Դրանք վերաբերում են հիմնականում այն կոռուպցիոն դրսևորումներին, որոնք մենք տեսնում ենք, եւ այն խնդիրներին, որոնք ըստ էության անհամահունչ են օրվա իրականության հետ, մեր երկրում, որ կան մի կողմում կա հատված, որի համար $200,000 տները ինչ են, որ իրանք չպետք է ունենան իշխանական ներկայացուցիչների, մի կողմում այն մարդիկ, ովքեր իրանց տան հեռուստացույցի վրա 50 եւ 100 դրամով հավաքում են գումարներ, որպեսզի օրվա հացը կարողանան բալանսավորված շաբաթվա բալանսավորումը իրականացնեն այն առումով, որ մեկ օր չեն կարող ավելի շատ հաց առնել, որովհետև եթե այսօր ուտեն ավելի շատ հաց, վաղը կամ մյուս օրը իրանք չեն կարողանալու հաց վաստակեն, որովհետև եթե մենք օրինակը բերում ենք, որ շատ աշխատատեղեր կան եւ այլն, բայց շատ ընտանիքներ կան, որ ունեն բազմազավակ են եւ ունեն 5-7 երեխա եւ մի հոգի է աշխատում այդ տանը եւ իրանք սահմանամերձ գյուղում են ապրում կամ ապրում են ինչ-որ այնպիսի հատվածում, որտեղ աշխատատեղեր չի ստեղծել կառավարությունը, թեև $8 միլիարդ արտաքին պարտք ունենք մենք, գյուղատնտեսության նախարարությունը փակել են եւ գյուղատնտեսության զարգացմամբ որևէ օղակ ըստ էության չի զբաղվում, որովհետեւ կան չմշակվող տասնյակ հազարավոր քառակուսի մետրեր մեր երկրում ցավոք սրտի, որոնք չեն մշակվում, տենց ուղակի իրանք այդտեղ դրած են, ոչ մեկ պետությունը չի գնում այդ հողերը մշակելու հետևից, որ մենք իմանանք, որ պետությունը սուբսիդիա նախատեսում կամ թեկուզ եթե նախատեսում է, մենք ունենք ոչ համաչափ զարգացում եւ ոչ համաչափա ինչով ոչ թե նրա համար որ ինձ դուր չի գալիս, եթե ինչ որ լավ գործ են անում, բոլոր դեպքերում մենք բարձրաձայնում ենք, որ այս խնդիրը լուծվել է կամ լավ է եղել։ Այնպես չի, մենք ինչ որ խնդրին անուն ենք կպցնում, ինչ որ իրանք լավ բան են անում, մենք ասում ենք, որ դա լավ չի եղել։ $8 միլիարդ գումար կա վերցրած արտաքին պարտք, որը փակելու ենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Մենք արդար հարց ենք բարձրացնում, թե ուր այն գումարները, որոնցով պետքա թոշակառուները ավելի շատ թոշակ ստանային, ուր այն գումարները, որոնք պետքա գյուղացիները ավելի մեծ սուբսիդիաներ ստանային, ավելի մեծ հնարավորություն ստանային անտոկոս վարկեր վերցնելու եւ իրանց մաշկի վրա, իրանց առօրյայում զգային այն լուծումները, որոնք հնարավորություն կտար այդ ոլորտի X ոլորտի զարգացումը, ապահովելու։ Այսինքն դա կլինի գյուղատնտեսության թե բժշկական ոլորտը կապ չունի, բայց ըստ էության մենք չունենք այդ ուղղություններով այն զարգացումը, որը համահունչ է այն $8 միլիարդ արտաքին պարտքի, որը օրվա կառավարիչները վերցրել են եւ չգիտես թե որտեղ են ծախսել։ Եվ մենք ունենք նաեւ օրինակ, սա ոչ թե նորից եմ ասում, ինչ որ կարծիքներ եմ ես արտահայտում, սա ես արտահայտում եմ թղթի վրա գրված, ուրեմն կառավարության կողմից ընդունված արտաքին պարտքի մասին, մոտավորապես $8 միլիարդ ավելացել է այս 7 տարվա մեջ, այսինքն մի տարվա մեջ իրանք $1 միլիարդից ավել գումար են վերցրել, չհաշված այն հարկերն ու տուրքերը, որ բարձրացրել են Հայաստանում ապրող քաղաքացիների համար, մասնավորապես Երևանի բնակիչներին է դա վերաբերվում, եւ հիմա հարց է առաջանում, ինչ եք դու կարելի ես գումար, եթե օդը աղտոտված է, եթե մենք վերամշակման գործարաններ ոչ աղբի, ոչ այլ, ուրեմն վերամշակման մեծ պետական գործարաններ չենք կառուցել, եթե մենք չենք կառուցել ինչ որ ստրատեգիկ ճանապարհային ուրեմն հատվածներ, որոնք
մեր օրինակ Իրան, Հայաստան, Վրաստան երկաթգից եւ այլն, որ կարելի էր կառուցել այդ գումարով։ Մենք սպառազինություն ըստ Նիկոլ Փաշինյանի սպառազինություն են ձեռք բերել, բայց այդ սպառազինությունը ինչով է օգուտ տվել մեզ, ոչ մեկ չգիտի, եթե այդ սպառազինությունը ձեռք են բերել, Արցախը հանձնել են, սպառազինությունը ձեռք են բերել այսօր 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է Հայաստանի Հանրապետությունը, բայց իրանք խոսում են խաղաղության օրակարգի մասին կամ խաղաղության խաչմերուկ են ներկայացնում այդ օկուպացված լինելու փաստը, ինչի մասին է խոսում։ Դա կեղծ օրակարգի մասն է խոսում, այդ նույն կեղծ օրակարգն է, որը մենք տեսել ենք տասնյակ անգամներ, հա, եւ Հայաստանում եւ Արցախում։ Արդեն նաեւ ինչպես գիտենք, Արցախի ժողովրդի վերադարձի հարցն է սակարկման ենթակա դարձել, որը անթույլատրելի է, սակարկման ենթակա է դարձել, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվի ինչ որ իր երազանքներից, այդ արևմտյան Ադրբեջանի գաղափարից, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցը չլինի, այդ հարցի չլինելու դիմաց, հա, բայց սա աբսուրդային համեմատություն է, մեկը մյուսի հետ ընդհանրապես որևէ կապ չունի։ Վերադառնալով մեր համար շատ կարևոր հարցին, որի մասին ինչ շատ գրել եք, շատ խոսել ենք հանդիպումների ընթացքում, որ այս կոռուպցիոն սխեմաների մասով Անիֆի գործը, Տիգրան Ավինյանի ցախողված կառավարման այս փուլը, հա, որ փաստացի իրանք չկարողացան Երևանում մեծամասնություն տանել, ինչ որ ձև տենց մի քանի հոգով կպան իրար եւ երևանցիներից գողացան իրանց ձայնը, որտեղ ըստ էության Տիգրան Ավինյանին երևանցին չի ընտրել որպես քաղաքապետ, Տիգրան Ավինյանը պարտվել է իր քաղաքական ուժի հետ միասին Երևանում եւ այն թանկացումները, որը բերել է Տիգրան Ավինյանը, այն օդի աղտոտվածությունը, այն համակարգային կոռուպցիան, որը բերել է Տիգրան Ավինյանը եւ սա միակ երևի ամենամեծ հարթակն է, որտեղից ամենաշատ ձերբակալվածներն են եղել կոռուպցիոն սխեմաների մասով, հա, սա խոսում է նրա մասին, որ այո, այդտեղ մենք կարող ենք տեսնել, որ նրանք մտածում են իրենց հարստացման, ոչ թե Երևանի զարգացման մասին եւ Տիգրան Ավինյանը որպես քաղաքապետ ավելի շատ ըստ էության մտածում է սեփական գործունեությունը ծավալելու մասին, ոչ թե Երևանի կամ երևանցիների մասին։ Դրա մասին խոսում է Երևանի օդի աղտոտվածությունը, որի մասին ես շուրջ 2 տարի է բարձրաձայնում եմ եւ մենք առաջինն ենք եղել, որ խոսել ենք այս խնդրի մասին, այս խնդրին միացել են շատ մասնագետներ, բժիշկներ, բլոգերներ, ապա քաղաքական մարդիկ, որովհետև ես բազմիցս նշել եմ, սա քաղաքական խնդիր չի, սա հասարակական եւ անվտանգային հարց է, սա ազգային անվտանգությանը վերաբերող հարց է, որովհետև այս օդը, որը մենք շնչում ենք եւ մենք, եւ իշխանական ներկայացուցիչներ եւ ապա քաղաքական մարդիկ, սա ընդդիմության կամ իշխանության բանավեճի մասին չէ, սա կյանքի անվտանգությանը վերաբերվող, կյանքի որակին վերաբերվող հարց է, որը Տիգրան Ավինյանը եւ օրվա կառավարիչները աչքաթող են արել եւ կտրել են կանաչ հատվածները, տնկելով տեղը սակուրաներ, որոնց ծաղկման գործընթացը իրանց բոլոր գրեթե ուրեմն պրոյեկտների պես է, այսինքն որևէ ձև առաջընթաց չկա, ոնց որ տենց այն ծառերը, որոնք տասնյակ տարիներ մեզ օդ են տվել, այդ ծառերը կտրել են, իրենց տեղը դրել են ուրեմն ինչ-որ անհասկանալի բույսեր, ասում են, որ սա սագուրայա սիրուն է լինելու, որակը եւ անվտանգությունը փոխել ենք փաստորեն Ավինյան Տիգրանի գլխավորությամբ, փոխվել է սիրունությամբ, հա, այսօր տեսնում ենք, որ Երևանում չկա պատշաճ աղբահանության, աղբի վերամշակման գործարան, բայց կա գեղեցիկ տոնական հրավառություն, կա ինչ-որ տոնական լույսեր, կա սիրուն տոնածառ, բայց կարելի է ունենալ եւ սիրուն տոնածառ, այսինքն պետք չի ասել, բայց տեսնում եք մենք մեր քաղաքացիների համար գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպում, դուք պետքա եւ գեղեցիկ միջոցառումներ կազմակերպեիք, եւ անվտանգությունը ապահովեիք երևանցիների սարքելով ավելի շատ պուրակներ, ավելի շատ կանաչապատ տարածք,
100 հազարավոր ծառեր պետք էր տնկել այն հատվածներում, որտեղ որ կան շինարարություններ, պետք էր հետևել շինարարական աշխատանքները, որպեսզի շինարարական հրապարակները լինեին պատշաճ կահավորված, ոնց որ մեր կողմից բարձրաձայնված խնդիրը ավելի ուրեմն բարձրաձայնված լինելուց հետո տեսնում ենք տարբեր հրապարակներում, շինհրապարակներում արդեն շենքերը փակված են։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր միացել են այս նախաձեռնությանը, այս պայքարին, օդի աղտոտվածության վերաբերյալ, որովհետև սա կենսական նշանակություն ունեցող խնդիր է եւ մենք պետքա օրվա իշխանություններին ասենք այս խնդիրների մասին, որ նրանք պարտավոր են լուծել սա։ Նրանք ոչ թե լավություն են անում, որ սա լուծում են, նրանք պարտավոր են լուծել, պարտավոր են ստեղծել վերամշակման գործարան, պարտավոր են կանաչապատման հարցը լուծել, պարտավոր են անենց անել, որ մեր երեխաները եւ մենք կարողանանք էլեմենտար զբոսանքի դուրս գանք եւ շնչենք մաքուր օդ, ոչ թե ինչ որ ձև, մտածենք թե ինչ ծաղիկներ կամ ինչ բույսեր է կարելի առնել տունը դնել կամ տունը ինչ սարքավորումներ է պետք օգտագործել օդը մաքրող, որպեսզի կարողանանք նորմալ օդ շնչենք։ Սրան գումարվում է սրա հաջորդ փուլը, եւ որ մենք այս խնդիրը միասին կլուծենք, սիրելի ընկերներ, մենք պետքա լծվենք ջրի, կոյուղու եւ այդ ջրատարերի հարցի լուծման վերջնական լուծման խնդիրը բարձրաձայնելու եւ հետամուտ լինելու, որ այդ խնդիրը լուծվի, հա, որովհետեւ մենք նաեւ տեսնում ենք հիմա խայտարակ վիճակա այդ մեր խմելու ջրի վերաբերվող հարցերի շուրջ։ Հայաստանը միշտ եղել է այն երկիրը, որը ունեցել է մաքուր օդ, ունեցել է լավ էկոլոգիա եւ ունեցել է խմելու ամենալավ ջուրը, բայց այսօր ցավոք սրտի երեք ուղղությամբ էլ մենք հետընթաց ենք ապրում, որովհետեւ այն հատվածները, որը որ իրանք պետքա զարգացնեին, իրանք ռեգրես են ապրել, մասնավորապես Երևանի կառավարիչին է վերաբերվում սա, որովհետեւ մենք այդ 8 միլիարդ դոլար դուք մի առանձնացրեք Երևանը իշխանությունից կամ Երևանը կառավարությունից, հա, Երևանը ղեկավարում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը, այսինքն նույն իշխանության ներկայացուցիչն է ղեկավարում եւ սա իշխանության խնդիրն է։ Այս իշխանությունն է վերցրել 8 միլիարդ դոլար եւ մենք չգիտենք թե որտեղ է ծախսել այդ գումարը։ Դրա տեղը մենք կարող ենք ունենալ տասնյակ մեգա պրոյեկտներ էկոլոգիան վերաիմաստավորելու եւ ավելի զարգացնելու մասով, տնտեսությունը զարգացնելու, անվտանգությունը զարգացնելու, ես առանձին եթեր կտրամադրեմ հատուկ այդ 8 միլիարդ դոլարը, թե ինչ կարելի էր անել, որպեսզի մեր բանակը ավելի սպառազինված լիներ, որպեսզի մեր տնտեսությունը ավելի զարգացած լիներ, որպեսզի մենք ունենայինք ավելի մաքուր օդ եւ ունենայինք վերամշակման տարբեր ուղղություններով վերամշակման գործարաններ, որոնք կտային հնարավորություն եւ գյուղատնտեսության առումով եւ առհասարակ տնտեսության առումով եւ էկոլոգիայի մաքուր պահելու առումով մեր երկրին ավելի առաջատար լինելու, ավելի առաջատար դառնալու հնարավորություն եւ մայրաքաղաքին եւ երկրին առհասարակ։ Հիմա այս ամեն ինչի շրջանակում նաեւ գալիս է թանկացումների խնդիրը, որոնց մասին շատ են խոսում մեր քաղաքացիները, հա, էլի երկու մասի են բաժանվում։ Մի մասում կա իշխանական ներկայացուցիչների որոշ իշխանական ներկայացուցիչներ, որոնք վերցնում են օրինակ բանկից ինչ որ նախարար վերցնում է $1 միլիոն առանց տոկոսի վարկ։ Ասում են, որ բանկն է տվել։ Չկա այստեղ կոռուպցիա, բայց այդ ոչ մի ձև մենք չենք տեսնում, հա, այդ կոռուպցիան։ Չկա խնդիր, երբ որ նախարարին բանկը տալիս է անտոկոս $1 միլիոն, բայց գյուղացիներին չի տալիս բանկը անտոկոս գումար։ Գյուղացիներին, որոնք պահում են տնտեսության ողնաշարը Հայաստանում, հա, չի տալիս։ Այսինքն, եթե մենք ունենք հատվածներ, որտեղ կարելի է 100 անգամ ավելի շատ ցորեն ցանել, ոչ թե
ներմուծել ուրիշ տեղից ցորենը ու ուրախանալ, որ ստացվել է ներմուծել Ադրբեջանով ցորեն բերենք ծափ տանք դրա համար, ավելի լավ չի, որ կարողանան կառավարությունը այն բանկին, որը տվել է նախարարին $1 միլիոն, պետքա տա գյուղացիներին, պետքա տա այն մարդկանց, ովքեր իրանց քրտինքով գումար են վաստակում, ծառ են տնկում եւ զբաղվում են գյուղատնտեսությամբ, որպեսզի մեր երկիրը ավելի մեծ զարգացում ունենա, ոչ թե տա անհատի եւ այդ անհատը իր բիզնես շահերը առաջ բրդի, ակնհայտ խնդիրներ առաջացնի, ասենքն բա կոռուպցիան էլ ոնց է, պոզով փոչով է կոռուպցիան էլ լինում։ Բա ո այդ խի օրինակ ուրիշ մարդկանց չեն տալի անտոկոս $1 միլիոն վարկեր, բայց ՔՊ-ի նախարարներին տալիս են։ Այդ ոնց է լինում, որ ձեր կյանքի որակը 18 թվականից հետո փոխվում է, բայց մարդկանց շարքային քաղաքացիների կյանքը 2018 թվականից հետո փոխվել է մենակ այն առումով, որ ասենք սովորական ծխախոտի մի տուփը արժեր 500 դրամ, հիմա արժի 1500 դրամ, հացը արժեր 150 դրամ, հիմա արժի 250 դրամ, եւ սենց շարունակ կաթից մինչեւ ձեթ եւ բոլոր ուղություններով, հա, մենք կռուպեղենից մինչեւ ուրեմն կաֆե, մինչեւ շարքային առօրյայի մեջ օգտագործվող, հա, անձեռոցիկ եղել են, սաղ տասնյակ տոկոսներով թանկացել են, հա, սա է իրականությունը, եւ այս թանկացումների հետ չկա Նիկոլ Փաշինյանը ասաց, ինչի մասն է խոսքը, որ 10,000 դրամով թոշակառուների թոշակը բարձրացնենք, ինչ պետք է օգուտ տա, բայց իրանք են խոստանում, չէ՞ որ գալու ենք թոշակը բարձրացնենք, գալու ենք խնդիրներ լուծենք, գալու ենք ժողովրդի համար ավելի բարեկեցիկ ապագա խոստանալով, հա, ասում էին ապագա կա ապագա, բայց այդ ապագայի մեջ չկար Արցախը, չկա թոշակի բարձրացում, չկա անվտանգություն, չկա խաղաղություն, չկա այն բոլոր խոստումները, որոնք գրված է 2021 թվականի նախընտրական ծրագրում Նիկոլ Փաշինյանի, որևէ խոստում իրականացված չի, կարող է 100 խոստումից իրականացված լինի աննշան 2 կամ 10 խոստում, բայց շոշափելի ստրատեգիկ նշանակություն ունեցող խոստումներից որևէ բան նրանք չեն իրականացրել, խաբելով ժողովրդին, ասելով, որ մենք բերում ենք ձեզ ապագա, եւ բերել են քաղաքական բանտարկյալներ, բերել են հարձակումներ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, բերել են նոր թանկացումներ, բերել են այն օդը, որը որ մենք շնչում ենք, որովհետև միջև իրենց իշխանության գալ, ես ասում եմ, սրա մասին խոսել եմ երկար ժամանակ։ Շատ լավ տիրապետում եմ բոլոր ժամանակահատվածներում օդի աղտոտվածության հարցը եւ իրանք ասում են, որ սա տերը վայրելուց է եւ ուրախանում են, որ փաստորեն իրանց համար քամին, խնդրի լուծումը քամին էր, ուրախացել են, գրում են իրանց էջերին, որ քամին մաքրեց Երևանը։ Բա $8 միլիարդ, այս իմ ասած ոչ առողջապահական զարգացումներն են $8 միլիարդին համապատասխան, ոչ գյուղատնտեսական, ոչ դիվանագիտական, ոչ ուրեմն ռազմաարդյունաբերական, որևէ ուղղությամբ մենակ արտաքին պարտքի մասին եմ խոսում, չեմ ասում, որ հա դուք խոսում եք տնտեսության զարգացման եւ այլն մասին, այդ տնտեսության զարգացման հետ միասին խոսեք նաեւ տոկոսները, թե որ երկրները արտահանվում եւ որ երկրների հետ են գործարարները աշխատում եւ մեր տնտեսությունը որ երկրների հետ է տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատը առևտուրանում եւ հասույթը որտեղից է գեներացվում եւ վերջում անպայման կհիշեք, որ այդ հասույթը գեներացվում է ճնշող մեծամասնությամբ ԵԱՏՄ երկրներից եւ ԵԱՏՄ-ի շնորհիվ է Հայաստանի տնտեսությունը զարգանում այսօր, ԵԱՏՄ-ի, որին անդամակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եւ դուք որպես անդիմություն այդ ժամանակ քննադատում էիք, ասում էիք, որ դա մեկ գիշերում կայացված որոշում է, որը Հայաստանին օգուտ չի տալու, բայց այսօր Հայաստանի տնտեսությունը հենց ԵԱՏՄ-ի հաշվին է զարգանում եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը եղել է որոշում, որը սերունդների համար զարգացման հնարավորություն է տվել եւ այսօր տնտեսվարողները, գործարարները հնարավորություն ունեն ավելի զարգացնել իրենց գործը, մտնելով ավելի մեծ շուկա, հարյուրավոր միլիոն բնակչություն ունեցող շուկա եւ ոչ թե ձերպես խոստումներ տալով, որ մենք հեսա կմտնենք եվրոինտեգրման գործընթաց կսկսենք, դուք անգամ տապալել եք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված գործընթացը, որը կոչվում էր SEPA, եւ այդ SEPA-ի գործընթացը եւս դուք տապալել եք, որովհետեւ այսքան տարի
որ դուք օգտագործել եք ոչնչի համար, բերելա ձեզ այդ համագործակցությունը Եվրամիության մեր գործընկերների հետ, ոչ թե համագործակցության դաշտ, այլ այն դաշտ, որ մեր արտգործնախարարին այսօր կանչել են ճաշի, որպեսզի քննարկեն Հայաստանում տեղի ունենալիք ապա 26 թվականի ընտրությունները, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը, սրանից ավելի մեծ միջամտություն մեր սուվերեն գործերին էլ ոնց է լինում։ Հարգելի ընկերներ, այսքաններ այսօրվա իմ դիտարկումները, կհանդիպենք եւ այս թեմաների շուրջ գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում եւ մենք կանդրադառնանք բոլոր կարծիքներին։ Շնորհակալություն։